250 տնտեսություն ունեցող համայնքում անօթևանությունը հիմնախնդիր է արդեն 23 տարի։ 43 ընտանիք երկրաշարժին տուն է կորցրել ու բնակարանի է սպասում։ Գյուղի անօթևաններին սակայն ոչ մի հուսադրող պատասխան պետական եւ ոչ մի կառույցից չեն տալիս, թե ինչպես եւ երբ է լուծվելու ջաջուրի հիմնախնդիրը։ Գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Հայկ Ռաֆայելյանն ասում է, թե ամեն տարի հաշվառում են գյուղի անօթևաններին, թիվը ներկայացնում քաղաքաշինության նախարարություն եւ այդքանը միայն։ Հիմնախնդրի լուծման ուղղությամբ այլ քայլեր չեն ձեռնարկվում։ Տնակային պայմաններում 23 տարի գործում է նաև Ջաջուրի գյուղապետարանը։ Գարնանը նորից մարտ ամսին էր, նորից քաղաքաշինության բաժինը մարզպետարանի նորից նոր տվյալները, նոր փաստաթղթերը հավաքեցին, որպեսզի ուղարկեին քաղաքաշինության նախարարություն, ուղարկեցին, ներկայացրինք ու ոչ մի արձագանք, ոչ մի բան չկա։ Խորշուդյանների 6 անձից բաղկացած ընտանիքը այս կիսախարխուլ տնակում է ապրում, երկրաշարժին 3 սենյականոց բնակարան են կորցրել։ Տանտիկինն ասում է, թե սկզբնական շրջանում ուղղակի հարմարվել էին տնակային այս պայմաններին։ Հիմա երբ երեխաները մեծացել են ու տնակի առաստաղն էլ հատակն էլ փլվում են, ժամանակավոր այս կացարանում ապրելն ուղղակի անհնար է դարձել։ Ամեն տարի տուն կսարքին տուն կուտան, բայց չկա, միջև այսօր էլ հեչ խոսքել չկա։ Բոլը սեղտի փտածին դեր։ Դե դրամ ու դե փտածը, ոդե դրախեն, նոր ատորը դերեցին գամեջը։ Դե հասեխա, դե ատորը դերեն գամեջը։ Խնդիրները գյուղում շատ են, դժգոհում են համայնքաբնակները։ Գյուղացին այսօր անմշակ է թողել իր սեփական հողն ու անասնապահությամբ է զբաղվում, քանի որ հողի հետ աշխատանքը ծախսատար է, եկամուտը քիչ, ասում է գյուղի ամենատարեց այս մարդը։ Ցանելը, վարելը իրագինը չի անե։ Սերմացուն ելել է 200-300 դրամ։ Հարի սերմացուն արնին, հարի 10,000 մեկանետր սալյարկին, այդքան փարավորտան վարելուն, ցանելուն, դու կուլտիվացիա բան, կոմբայնին ու բերելուն ու դու կաբելուն, հեչ անուն բամել, տալիկով դուս կուկաս։ Իսկ գյուղապետարանից նշում է, թե Ջաջուրում այս տարի շատերն են իրենց հողերն անմշակ թողել։ Մի մասը հացահատիկի փոխարեն բազմամյա կուլտուրաներ է ցանել, անասնապահությունը զարգացնելու նպատակով։ Գյուղացին ի վիճակի չէ նորմալ մշակելու հողը։ Նույնիսկ նոր սերմացումներ չկա, անդադ հին սերմացումն է ցանում։ Իսկ նրանք, ովքեր հացահատիկ ցանել են, այս տարվա բերկատվությունից այնքան էլ դժգոհ չեն։ Օրինակ Ռոբերտ Խորշուդյանը, ով փորձառու ֆերմեր է, առաջին անգամ է, որ ցորենի բերքից գոհ է։ 1 հեկտար 2000 մետր հողատարածքից 5 տոննա ցորեն է հավաքել։ Ցորենը տարբեր տեսակի, էսիկ օրինակ էսիկ տես առանձին եմ լցել։ Ես անցյալ տարի բերել եմ սելեկցիոն կայանից, ցանել եմ 4000 մետրի մեջ, ստացել եմ 2 տոն 200 կիլո մի բունգերան, բերնից բերան։ Մացեր։ Անտիա ցորենը տարել են մարտիկ 160-ով, տարել ես բեցանեմ, ես տարի 10 հեկտար բեցանեմ, 10-15 հեկտար բեցանեմ։ Տարեց ֆերմերի ստացած բերքի մեծ մասը շատերը որպես սերմացու են գնել։ Ինքն էլ այս տարի բանկից 14%-ով վարկ է վերցրել ավելի մեծ ցորենի ցանկատարածություններ մշակելու համար։ Ասում է այլ տարբերակ չուներ։ Թանկ է եւ առելանյութը եւ պարարտանյութը։ Դե դարձակ, սալարկա չկա, այնքան թանկոր չենք կրա, չենք կրա առնի։ Մի 10 հեկտարի համար դարի տուր միլիոնը փարավոր առնես, ուրտից առնենք, ախպեր ջան, հնարավոր բան չէ։ Նշենք, որ Ջաջուրի բնակիչները դժգոհում են նաև ոռոգման ջրի սակագներից։ Շատերը չեն ոռոգել ցանկատարածություններն ու այդ պատճառով նվազ բերք են ստացել։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։